Վերջին ժամանակներում հանրապետությունում հաճախակիացել են հրազենային կրակոցներով դեպքերը։ Որոշ դեպքերում նույնիսկ ուղեկցվել են զոհերով եւ վիրավորներով, հարուցելով քաղաքացիների անհանգստությունը։ Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցները առանց զոհի չավարտվեցին։ Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում դանակահարության հետևանքով 20-ամյա երիտասարդ մահացավ։ Փետրվարի 22-ին Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվեց նախկին Կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի դին։ Թեև կատարվածը ինքնասպանություն է թե սպանություն, դեռ չի պարզվել։ Ավելի վաղ էլ հունվարի 14-ին Աբովյան 25 հասցեից դանակահարության հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը անչափահաս, տեղափոխվեցին տարբեր հիվանդանոցներ։ Միաժամանակ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին սպանությունների թիվը աճել է։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է 45 հաստատված դեպք, 2025-ին 50։ Ըստ վիճակագրական կոմիտեի 83%-ով էլ վերջին 5 տարիների ընթացքում աճել է հրազենով հանցագործությունների թիվը։ 2020-ին այդպիսի 83 դեպք էր գրանցվել, 2025-ին 152։ Armenia Today-ը հետաքրքրվել է մեր քաղաքացիները ինչպես են մեկնաբանում կամ ինչով են պայմանավորում նման դեպքերը։ Չի կարելի, մեր հայ ազգին չի սազում, էլի։ Մեր ժողովուրդը պիտի մեկս մեկին հարգենք, սիրենք, մեկս մեկին օգնենք։ Դրանք ավելորդ բաներ են։ Ներքին գործերի նախարարությունը թող զբաղվի, ես ինչ ասեմ։ Իմ երեխաների մար եմ մտածում։ Անդաստիրակ տանից հելած ուտեց էլի, անդաստիրակությունից երևի։ Սովորական էլի կյանքը միշտ էլ եղել է դից, ես չի որ նորություն է։ Պրոստը դուք եք շատ լուսաբանում։ Անհանգստանալու առիթ տալիս է դա թե չէ։ Ես երկրի քաղաքացի եմ, քաղաքի ապրող եմ, ոնց կարող է չհուզի։ Ուղղակի կոպիտ բառով չեմ ուզում ասեմ, դեմն առնող չկա։ Այդ ոստիկանությունը մի հոգու համար է ստեղծված երևի։ Ինչքան անգրագետ կա, բերեցին, լցրեցին, ոստիկան սարքեցին։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ պիտի լինի, որ պրծնենք այս ամեն ինչից։ Մեղավորները անցան գնացին, հետորյաներն են։ Բուն լրիվ ինչ կա չկա, հետևից է գալիս։ Ստեղ Փաշինյանի ղեկավարությունը մի 5% մեղավոր չի, որ չենք հասկանում իրար, այ դրա համար այս վիճակի ենք։ Իհարկե հուզում եմ։ Ուզում է, հետո ինչ կարամ ես անեմ։ Իհարկե։ Իսկ ինչ եք կարծում, որն է պատճառը դրա։ Վերահսկողությունը։ Ոնց չի ուզում։ Ավելի շատ օրենքի թուլությունը։ Իհարկե ուզում։ Իսկ ինչ եք կարծում, ով է մեղավոր դրա համար։ Չգիտեմ։ Մարդիկ, ովքեր որ անում են։ Հա, իհարկե ուզում։ Մարդիկ իրար հետ լեզու չեն գրում երևի այդ պատճառը։ Պիտի մեկը մեկին մի քիչ դիճող լինեն, էլի։ Ուրիշ ոչ ոք չեմ կարող ասեմ, պետությունը պիտի մի քիչ հանգիստ ապրի, էլի։ Ճիշտ ասած, ես տեսնում եմ, որ ոստիկանությունը իր գործով չի զբաղվում։ Ոստիկանությունը պետք է դրանով զբաղվի, բայց զբաղվում է կառավարության, Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների պաշտպանությամբ։ Որ կրակոցները իհարկե հուզում են։ Իսկ ինչ եք կարծում, որն է պատճառը դրա։ Լավ էլ հսկում են, ոստիկանները լավ աշխատում են, ինչ ասեմ։ Մարդկանց ուղեղը երևի կարելի է հետ բերել մի քիչ, չի կարելի։ Ամեն դատարկ բանի համար դանակը վերցնել, հարձակվել իրար վրա։ Քաղաքացիների այս խառը ինֆորմացիոն դաշտից եկող խառն շփոթը երևի թե դա իր դերը ունի, բայց չեմ կարծում, որ առաջ վերահսկելի էր, հիմա ոչ էր, մարդիկ միշտ էլ այդ զենքը ունեցել են, հատկապես չակերտավոր ասած գողական աշխարհի ներկայացուցիչներ եւ միշտ կիրառել են։ Չեմ կարող հստակ ասեմ ինչի հետ է կապված, որ հիմա օրը ցերեկով է դա լինում ու հանրության աչքի առաջ։ Իհարկե անհանգստացնում։ Չեմ կարող ասել պատճառը որն է։ Զենքը պատերազմից հետո բերել են էլի հետները։ Կա օգտագործում են։ Իմ ներկայության օրոք չեմ լսել, ես նման բաներ։ Կյանքը եւ ամեն ինչը կարա պատահից ավելի է դեպքեր են, բայց կյանքում պատահում են այս դեպքեր։ Հետև ամեն դեպքում դեր սահմանում նորմալ չի էլի իրավիճակը։ Իշխանության պակաս կա։ Դա պետք է խիստ լինեն, ոնց որ նորմալ բոլոր երկրներում։ Ամբողջ Հայաստանում անօրենությունն է տիրում։ Չգիտեմ, չեմ տալիս։ Դե իհարկե։ Չգիտեմ, չեմ կարող հասկանալ։ Չեմ էլ լսել, որ անհանգստանամ։ Ինձ թվում է ոստիկանության փաս թողումն է։ Ուրիշ ոչ մի բացատրություն չի կարող լինել։ Չես կարող ասես ինչա, ոնց է, որտեղից է, ում կողմից է,
Չեմ կարող ասել, պատճառները տարբեր են։ Խիստ վիրավորանք կարող է լինի կամ չգիտեմ։ Ինձ թվում է կառավարությունը պետք է դրա մասին մտածի ու դրանով շատ լուրջ զբաղվի, որովհետև դա անթույլատրելի է։ Մի քանի օր առաջ եղավ, դրանից 2 օր առաջ էլ էր եղել, ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում այդ ամեն ինչը, ոնց կարան մարդիկ, էնել հայերը միմյանց նկատմամբ տես չարացած լինեն։